Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Մոլդովային։ Վերջինս նշել է, Մոլդովան կրկին պաշտպանվում է Ռուսաստանի միջամտությունից, որը փորձում է Մոլդովայի հետ անել այն, ինչ ժամանակին արել է Իրանը Լիբանանի հետ։ Ուկրաինայի նախագահի կարծիքով Կրեմլի այս գործողություններին աշխարհի արձագանքը կրկին բավարար չէ։ Մենք արդեն կորցրել ենք Վրաստանը Եվրոպայում, մարդու իրավունքները եւ պետական համակարգի եվրոպական բնույթը այնտեղ միայն նվազում են։ Վրաստանը կախված է Ռուսաստանից եւ շատ ու շատ տարիներ Բելարուսը նույնպես շարժվում է դեպի կախվածություն Ռուսաստանից։ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ կորցնել նաեւ Մոլդովային, հավելել է նախագահը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռը շրջանցել է Ֆրանսիան։ Միջազգային քրեական դատարանի որոշմամբ հիպոթետիկ կալանքից խուսափելու համար, այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի Նյու Յորք թռչող ինքնաթիռը շրջանցել է բոլոր երկրների օդային տարածքը, բացի Իտալիայից եւ Հունաստանից, չնայած ավելի երկար թռիչքին, նշվում է հրատարակության նյութում։ Նշվում է, Ֆրանսիան ավանդաբար համարվում է այն երկրներից մեկը, որով միշտ թռել են Իսրայելի կառավարության ղեկավարների ինքնաթիռները ԱՄՆ-ի ճանապարհին, սակայն այս անգամ ճանապարհը փոխվել է։ Լեհաստանի իշխանությունները ծրագրում են փոփոխություններ մտցնել արտասահմանում զինված ուժերի օգտագործման մասին գործող օրենքում, որը թույլ կտա լեհ զինվորականներին Ուկրաինայի եւ Բելարուսի երկնքում խոցել ռուսական ԱԹՍ-ներ, առանց ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հավանության։ Ըստ աղբյուրի, Լեհաստանի իշխանությունները ներկայումս քննարկում են երկրի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊ-ի օգտագործման ռազմավարությունը, Ուկրաինայի եւ Բելարուսի կողմից թռչող ԱԹՍ-ների եւ հրթիռների խոցման համար, որոնք դեռ չեն հատել Լեհաստանի սահմանը։ Այս պահին լեհական օրենսդրությունը արգելում է բանակի ռեսուրսների օգտագործումը երկրի սահմաններից դուրս, առանց Լեհաստանը կազմող միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների նախնական համաձայնության, այսինքն ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որ Ուկրաինան կարող է հասնել 1991 թվականի սահմաններին, բանակցային մարտավարություն է, այլ ոչ թե քաղաքականության փոփոխություն, հայտնում է New York Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Այս քաղաքականության մեջ որևէ էական փոփոխության ազդանշան չկա։ Դա ակնհայտ բանակցային մարտավարություն է, որն ուղղված է Ռուսաստանին ճնշելուն։ Պարբերականին պարզաբանել է Սպիտակ տան անանուն աղբյուրը։ Նրա խոսքով, այդպիսով ԱՄՆ առաջնորդը փորձում է ակտիվացնել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Եվրամիությանը սպասում է տնտեսական լճացում առանց ներգաղթյալների ներհոսքի, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Քաղաքական գործչի կարծիքով առանց միգրանտների Եվրոպան կզրկվի աճի ռեսուրսից։ Միաժամանակ Սանչեսը ընդգծել է հենց օրինական ներգաղթին աջակցելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, Իսպանիային հաջողվում է ապահովել տնտեսական աճ եւ կրճատել գործազրկությունը, պահպանելով օտարերկրացիների ներհոսքը։